Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի մրցույթային փուլի շրջանակում տեղի է ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Նիստը նախագահում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Որպես հրավիրյալներ ներկա էին Օջենթիկ Այդեմիա կոնսորցիումների ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների լիազոր ներկայացուցիչներ։ Պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի ընթացակարգի և առաջարկի հարցման պահանջներին համապատասխան ֆինանսական առաջարկների բացման և գրանցման գործընթացն իրականացվել է թափանցիկ։ Հայտատու երկու ընկերությունների ներկայացրած ֆինանսական առաջարկները համապատասխանել են առաջադրված պահանջներին և չափորոշիչներին։ Ըստ այդմ նախատեսվում է հայտերի վերջնական գնահատում իրականացնել մինչև մարտ ամսվա վերջ։ Մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որն էլ կներդնի կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում շենքային պայմանների, գրասենյակների հիմնում, սերվերային տնտեսություն, տպագրական սարքավորումներ, ծրագրային լուծումներ և տեխնիկական վերազինում։ Ըստ նախատեսված ժամանակացույցի 2026 թվականի երկրորդ կիսամյակում արդեն Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։